Ուրիշի գնաս դու ագատից ես նայել։ Հա, մեր ապովյան Սիթի արդեն մտել այդ ագատները, չէ, բան էսիթեն շոպները։ Չէ, սիթին ա բերում, այդ ակցիայից ծախում, սիթի կմտնես։ Նորոցել եմ քրշեշտը, մար սիթին ա։ Երևան City կովաստ կարող լիներ էլի, բայց այս վլոգում մի քիչ հունիսի 1 կա, մի քիչ մայրություն, մի քիչ աշխատանք ու շատ իրական կյանք։ Երկար ժամանակ իմ օրերը պտտվում էին մի փոքրիկ մարդուկի շուրջ, նրա ժպիտների, քնի ժամերի, փոքրիկ ձեռքերի ու ամեն օր տեղի ունեցող նոր բացահայտումների շուրջ։ Իսկ այսօր արդեն այդ ամենին ավելացավ եւս մեկ կարևոր էջ՝ վերադառնում եմ աշխատանքի։ Անկեղծ ասած, վերադառնալը միաժամանակ եւ հեշտ է եւ դժվար։ Դժվար է, որովհետեւ արդեն սովորել էի օրերս այլ կերպ կազմակերպել։ Սովորել էի միշտ երեխայիս կողքին լինել, բայց հեշտ էր, որովհետեւ սիրելի գործին վերադառնալու զգացողությունը նույնպես հաճելի է։ Հունիսի 1-ին բոլորը նշում են երեխաների պաշտպանության օրը, իսկ ես փորձում եմ պաշտպանել ինքս ինձ առաջին աշխատանքային օրվանից։ Երկար դադարից հետո վերադառնում եմ աշխատանքի ու հասկանում, որ շատ բաներ չեն փոխվել։ Կյանքը շատ հետաքրքիր է։ Մի օր երեխայիդ ես գրկում ամբողջ օրը, իսկ մյուս օրը փորձում ես հիշել աշխատանքային բոլոր գաղտնաբառերդ։ Կյանքը հաճախ չի լինում իդեալական պլանավորված։ Երբեմն ամեն ինչ խառնվում է իրար։ Սկսվում է նոր փուլ, նոր ռեժիմ, բայց ես մնում եմ նույնը։ Պարզապես մի քիչ ավելի ուժեղ, մի քիչ ավելի հասուն ու շատ ավելի գնահատող այն ամենը, ինչ ունեմ։ Պարզվեց այսօր կարող եմ շուտ դուրս գալ աշխատանքից, հիմա դուրս եմ եկել, մամային չեմ ասել, որ շուտ եմ գնալու տուն։ Ուզում եմ գնամ մի հատ ռիփսիմեի համար սիրուն նվեր առնեմ, քանի որ այսօր իր տոնն է։ Ու գնամ մամայիս հետ կոֆե խմեմ, վայելեմ այսօրվա օրը։ Ու ոնց կլինի կամ հասնեմ Նանսեն ու մի հատ վիկային չտեսնեմ, այսի պարտադիր պայման է։ Սկացի։ Արի։ Ես արդեն հասել եմ տուն, ջուտիկների համար նվերներ եմ առել, հեսա գնամ ձեզ ցույց կտամ։ Մամ ջան, այն բանից չկար այդ խանութում։ Հա, ես ինձ եմ արել, գնաս դու ագատից ես նայել։ Հա, մեր ապովյան Սիթի արդեն մտել այդ ագատները, չէ, բան էսիթեն շոպները։ Չէ, սիթին ա բերում, այդ ակցիայից ծախում, սիթի կմտնես։ Նորոցել եմ քրշեշտը, մար սիթին ա։